Ղազարյան տակարան, ես մի կարևոր ուրեմն հայտարարություն ունեմ այս գործի վերաբերյալ։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում նախկին քաղաքապետերի 90%-ը դարձում են, ես հիմա բարձրաձայնում եմ, ինչ մեղադրանք որ առաջադրել եք Գյումրու քաղաքապետին, դուք դատախազությունը պետք է մեղադրանքը առաջադրել եւ իմ ժամանակահատվածի աշխատող մարզպետներին, որովհետև մարզպետարանները վերահսկել են քաղաքապետարանի բոլոր գործունեությունը եւ քաղաքաշինության բաժինը։ Ինչ փաստաթուղթ որ եղել է քաղաքապետարանում, նույն կոպիան, երկրորդը ոչ թե կոպիան, բնօրինակը գնացել է մարզպետարան, նույն հոդվածը պետք է առաջադրեք քաղաքաշինության նախարարին, քաղաքատեսչության պետին, տարածքային կառավարման նախարարին, ֆինանսների նախարարին, նախագահների վերահսկող ծառայության պետերին եւ վարչապետի վերահսկողական պետերին եւ ուրեմն վերահսկիչ պալատին, որ տարին մի քանի անգամ ստուգել են քաղաքապետարանի գործունեությունը։ Ես պահանջում եմ, որ բոլոր այդ տարիների ուրեմն ստուգող կառույցների իրենց վերջում ներկայացրած այդ արձանագրությունները պահանջեք, որ պետք է այստեղ տեսնենք ինչ խախտումներ է կատարվել։ Հետևաբար, եթե մենք ասում ենք, թե 60 հոդվածի տակ ընկնող գործը մենք պտտեցրել ենք եւ այդ փաստաթղթերը չկա, ուրեմն, քանի որ ես ասում եմ պետական, սա քաղաքական պատվեր է մեր նկատմամբ, այդ փաստաթղթերը մի վարկյան էր, որ միջից կողանային տանել։ Դա ինչ է, վարկյանական, ով է տեսել, ով է ստուգել, քանի փաստաթուղթ են արգելավ է քաղաքապետարանից։ Եվ դրանից հետո եկել ստուգել են բոլորն ու կադաստրը գրանցել է, այսօր պատկերացրեք 30 հոգի, 40 հոգի աշխատում է քաղաքապետարանում, որոնք մասնակիցներ են եւ այդ գործունեությունը իրանք են ծավալում։ Այս խոսքերը գցել եք ոդաստար, քաղաքապետը ընդհանրապես այդտեղ անելու գործառույթ չունի, վերջում նրանց արածը հաստատում է, կարող է չհաստատի։ Նույնությամբ մարզպետների վրա դրեք այդ հոդվածը, դրեք այդ հոդվածը վարչապետի վրա Հայաստանի Հանրապետության, եթե մասսայական նմանատիպ 90%-ը քաղաքապետերի դատվում է, 90%-ը երկրի քաղաքապետերի եւ գյուղապետերի դատվում է։ Այս ինչ վիճակ է։ Այսպես է երկիրը կառուցվում, այսպես է նախկինից փոխանցվել այսօրվանի վրա ու համապատասխան ձևով էսերի։ Այսինքն սա նշանակում է ինչ։ Սա նշանակում է նա, որ մենք իշխանի այն ժամանակվա իշխանի պարտականություններ ենք տանում։ Իշխաններին խեղդում են, որպեսզի ինչ ուզենան անեն։ Այսինքն ընդրվող ժողովրդին ավիրում են, վերացնում են այս երկրից։ Քաշող ուժը վերացնում են։ Այս ինչ գործեր է։ Երկրաշարժից հետո եկել են, ոնց որ Մոսկվայի, ասում է մի քառակուսի մետր ճանապարհի վրա են։ Երկրաշարժից հետո 90% քաղաքավիրված, 90% շենքերություններն ավարված, 45,000 տնագներ են հեռացրել։ Քաղաքը կոչվում են անիմ, մյորթվի գորդ էին ասում, մի ներդրում չի եղել, փոխանակ երկրի բոլոր ուրեմն բարձր պարգևների արժանացած մարդուն, բերել եք ամբաստանյալի ատորին դրել եք հասկանալի, մի ծառ չի տնկել դատախազարով, այդ քաղաքում 10 տարի ապրում են։ Եվ այս վիճակին բերել եք այս ձեր եղած ընտրյալներին, հավանական է Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Նժդեին եւ մնացածին այն մարդիկ, որոնք այն ժամանակ գրկում էին 10 տարի Սիբիրները, հիմա էլ նույն մարդիկ նույն տեսակը մեզ են ուղարկում Սիբիրները։ Շնորհակալ ենք, մի բան եմ ուզում ասել։ Դավիթ Մարգարեն ասում է. Դադիր այնոցիկ, որ դադեն զիս։ Մարդնչիր այնոցիկ, որ մարդնչեն զիս։ Ասում է, խնդրում է Տիրոջից։ Այդքան բան։ Եվ այն 2007-ի մահապարտ կազմակերպողը, որ այսօրվանների հետ միասին են, ու այսօր ինձ գցել են, մի բանել եմ ասում, Դավիթի ու Սավողի պատմությունը գիտենան, ինչքան խփեցին կենտանի մնացի, ինչքան փոխցան, ինչքան օդերեցին, ինչքան ունեցվածքս քալեցին, Աստված ինձ հետ է։ Եթե Աստված ընդմեզ է, ով կարող է զիս մենամարտել։ Մեկի լրատվականները խնդրում են, չհայտնացած վախտեր մեկից մի ցույց տվեք Տիգավորյան։ Հերթականության ցույց։ Շնորհակալ եմ։ Իրավունք ունեք ծաղկալու։ Ոչ, չունեք։ Լավ կներեք։
Գտնում եք դատական նիստերի դահլիճում, այստեղ որևէ միջոցառում չեք մասնակցում, հանդիսատես չեք, որպեսզի ծափարեք, դուք եկել եք ընդհանրապես դատական նիստին լուր հետևելու։ Հետևաբար բացառում ենք նման վարքագիծը հետագայում։ Ինչ վերաբերում է ձեր հայտարարություններին, քանի որ ձեր հայտարարությունները ձեր հայտարարությունները վերաբերում էին ամեն ինչին, այնտեղ եւ կարող եք դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում, եթե պարոն Խաչատրյանը կգտնի, որ դուք հանցագործության մասին հաղորդում ներկայացվեք եւ կան առերևույթի հիմքեր, պարոն նախաձեռնելու հարցը կքննարկվի։ Ինչ վերաբերում է ձեր մահափորձի, ձեր դեմ տեղի ունեցած մահափորձին, դա որևէ ձևով չի կարող առնչվել զբաղვითին, հետեւաբար այդպիսի հայտարարություններ այսօր բացառում ենք, դրանք չէին առնչվում տան։ Ինչ վերաբերում է նոր ապացույցներ ձեռք բերելուն, ես բազմիցս պարզաբանել եմ եւ չեմ սլանա եւս մեկ անգամ կպարզաբանեմ։ Ապացույց ձեռք բերելու համար, որպեսզի ներկայացվի պաշտպանության կողմը նոր ապացույցներ ձեռք բերելու միջնորդություն, մենք ունենք համապատասխան փուլ։ Մենք կավարտենք հանրային մեղադրողի կողմից ներկայացրած ապացույցների հետազոտումը, քանի որ նախնական դատալսումներն պաշտպանական կողմը ապացույցների հետազոտելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացել։ Բայց ոչ այդ ծավալը։ Հա, դրա հետ կապված։ Եվ մենք համապատասխան փուլում կներկայացնենք ձեր միջնորդությունները, կքննարկենք։ Յուրաքանչյուր դատական նիստին ապացույց պահանջելու վերաբերյալ հայտարարություններ անելը որևէ արդյունք չի կարող տալ, քանի դեռ մենք չենք ասել համապատասխան փուլում։ Այդ հայտարարությունները խնդրում ոչ թե դատարին ուղղված էս բանի քննարկման հետագա խնդրանք, այլ պաշտպանության մարտավարություն, թե ինչ են պատրաստում մենք հետագայում անել, այսինքն մենք ստվարը ասում ենք, որ դատականությունը այդ ծավալը լրացնելու ենք ընդհանրապես։ Շատ լավ, դե ես էլ ասում եմ պարոն Հայրապետյան, այդ հայտարարությունները գրեթե յուրաքանչյուր նիստի ասվում է, արվում է եւ եթե մի անգամ արել այդ հայտարարությունը մեղադրելը դատարանի համար արդեն իսկ պարզ է եւ յուրաքանչյուր անգամ հայտարարություն կրկնելու անհրաժեշտություն չկա։ Բայց դուք եք որոշում ձեր մարտավարությունը։ Հիմա հաջորդ դատական նիստի հետ կապված։ Պարոն Մելքոնյան, երևի առաջինը ձեզ հարցնենք ձեր ծանրաբեռնվածությունը հունվար ամսին հնարավոր կլինի նիստ համաձայնեցնել ձեզ հետ։ Որոշակի ուղեր ունեմ ազատ պատվարժան դատարան, ես հիմնականում 30 Իսկ օրինակ հունվարի 16-ին։ Երկունիստ։ Որտեղ։ Ինչ։ Գյումրին։ Հունվարի 30-ին ժամը 12:30-ին։ 2:04. Փետրվարի 3-ին ժամը 4-ին։ Փետրվարի 3-ին 3:30-ին։ Բոլորին ասոր հարմար պարոն Հայրապետյան։ 30-ը Ժամը 3-ին նստում ինձ է հարմար։ Փետրվարի 3-ին ես 3-ը նստում Որ ժամերին է։ 11-ին 2:30 ժամը 5-ին։ Փետրվարի 9-ին ժամը 4-ին։ 2-ին նիստ։ Որտեղ։ Գյումրիում։ 4:30 Իմոց նշանակված գարուսին կա։ Փետրվարի 10-ին ժամը 2-ին։ Ինչ հարմար։ նշանակված ունեմ Քանիսին։ ժամը 2-ին Իսկ 4-ին։ 10:20. Հա 4-ին։ 4-ին կարասը Պարոն Խաչատրյան դու։ Սպանության նիստը 10:30. Գոնե 2 ժամ պետք է աշխատի։ Դե 4-ին որ նշանակենք կգա։ 2 ժամ որ աշխատի։ 2:30 4-ին։ Բոլորին հարմար է։ Նշեք, փետրվարի 10 ժամը 4։ Երկու նիստեր համաձայնեցնենք փետրվարի։ Այդ կարծիքը ոչ ոք չի ասում մեր Փետրվարի 17-ին ժամը 4-ին։ Կարմոր է Պարոն Հայրապետյան։ Փետրվարի 10-ին։ 17-ին ժամը 4-ին։ Ամենուղի 2:30 այստեղ է բավականությունը Եթե ինչ 4-ից կսկսենք։ Նշեք, փետրվարի 17 ժամը 4։ Հետո եք գործունի, մեծ կան գործունի։ Եվ փետրվարի
26-ին ժամը 2-ին կամ 4-ին։ 27-ին։ ժամը 2:30 պարզապես 27-ին։ 27-ին արման Ինչ։ Ժամը 2-ին բաղ։ Եվ Փետրվարի 2:30 Իմոսն ուղղակի ամսի 10-ը Ինչ։ 2:30 դինեմ հասցնի 10-ին չէ, 4-ին է։ 4-ին է։ 4-ին է։ բայց մի ժամկես մենակ գարան է Փետրվարի 10-ի ժամը 4-ին։ Ինքը բժիշկել է մասնագետը։ 10:30 նիստի են Հա, 2 ժամ պես 2:30, 2:30 կա, 4-ին կասնի։ 4:30 է։ Մի քիչ կարող եք ուշանալ։ Հարացիչյանը բժիշկ է։ 27-ին է կանցնի, Փետրվարի 27-ին։ Փետրվարի 27-ին է ժամը 2:30։ 4:30 կերենք Որը 10-ին է։ Հա, 10-ին։ Հա, գրեք։ Դատական նիստը հետաձգում նշանակում է 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 16:30-ին, հաջորդաբար դատական նիստերի նշանակում նաև փետրվարի 17-ին ժամը 16:00-ին և փետրվարի 27-ին ժամը 14:30-ին դատական նիստը այդ արվեր կատարվում։ Երկուհազարհիսանվեց թվականին ամենակարևորը մաղթում է խաղաղություն հայոց երկրի։ Երեք, ներքին այն հայերը, որոնք սիրում են հայրենիք, որոնք խիղճ ունեն, որոնք հավատք ունեն, երկիրը անցնի նմանատիպ մարդկանց ձեռքը։ Եվ եթե հանկարծ այս ժողովուրդը ճիշտ ընդրություն պետք է անի, մեզ իպես մարդիկ հաջողություն ստեղծում, գնացեք այդպես անել։ Ձմեր պապը դա Նիկոլայոս Հայրապետն է։ Եվ այդ ծառն է, դրախտի կենաց ծառն է։ Դա աստված, որ հայոց ազգը կենաց ծառից բաժին ունենան, ճիշտ ընդրություն անեն, ճիշտ մարդկանց ընդրեն, կաշարկով չընդրեն, հասկացար, վախով չընդրվեն, ելնեն կանգնեն իրանց հայրենիքը պաշտպանողների կողքը և գնան առաջ։ Առաջ Աստված։ Մեր Տերն Աստված է, Գրիգոր Լուսավորիչի բարեփոխությամբ։ Հաջողություն։ Դուքերը տեղապահեք, հենց վերապեմ չմտածեք ամեն ինչ լավ է լինելու, որտեղ մեր Տեր Աստված է։ Գնացի, եկեք առաջ ամբետը։ Ալի, հաջողություն։ Ինչ է, սիրուն է այսօր կավակը։ Աբրես սիրուն, հաջողություն։ Աստված է դերը։